Տեսեք, իրականում մասնակցելիությունը շատ բարձր ստացվեց, եթե մենք 2021 թվականին ունեինք 25,000 մասնակցելիություն, մենք 2025 թվականին ունեցանք 45,000 պլյուս մասնակցելիություն, այսինքն գրեթե կրկնակի ընտրական իրավունք ունեցող անձինք եկան տեղամասային կենտրոններ, սա շատ ողջունելի է, որովհետև ի հեճուկս Երևանի համայնքի ավագանու ընտրությունների, երբ մասնակցելիությունը 27% էր, աննախադեպ ցածր, մենք տեսնում ենք, որ քաղաքացիական գիտակցությունը բարձրանում է եւ ակտիվությունն է եւս բարձրանում, իհարկե նաեւ զուգահեռ պայմանավորված է տարբեր քաղաք ուժերի եւ տեխնացուների մասնակցությամբ, որոնք այնպիսի իներտ զանգվածների իմ կարծիքով հորդորիչ ուժ հանդիսացան, որ կան եւ իրենց քաղաքացիական կամքը արտահայտել, բայց ցավալիորեն է պետք է նշենք, որ այնուամենայնիվ բավականին լայնամասշտաբեր վարչական լծակների ու վարչական ռեսուրսների կիրառումը բավականին արդյունավետ աշխատանք կատարեցինք մեր դիտորդական առաքելությամբ եւ ձեր զանգվածային լրատվության միջոցների շնորհիվ, ինչի համար երախտիկս եմ հայտնում, որովհետեւ այո, արձանագրում եմ, որ մեր տեղում գտնվելը կանխարգելեց շատ գործընթացներ, որոնք արդեն իսկ պլանավորած էին, մասնավորապես խախտումները երկակի են, բովանդակային բնույթի եւ տեխնիկական բնույթի ու բովանդակային բնույթի խախտումները ցավալիորեն բավականին ազդեցություն ունեցան ու նախապես պլանավորած էին, նախընտրական քարոզչության գործընթացի հետևանքային են, դրսևորում են մարդկանց խմբավորված տեղամասային կենտրոններ բերելով, դրսևորում են մարդկանց ցուցակագրված վերահսկելով խմբերով, կոլեկտիվներով, մոտեցնելով տեղամասային կենտրոններ ու արդեն հիմնական խախտումը այն էր, որ տեղամասային կենտրոնների շարավղով պետք է բացառվի 50 մետր շարավղով որևէ քաղաքացու շարունակական ֆիզիկական ներկայությունը, գրեթե բոլոր տեղամասերում այս խախտումը արձանագրած ունենք ու խնդիրը կանում էր նրանում, որ բարբերաբար դուրս էինք գալիս կանխարգելում ենք, պետք է ոստիկանություն ծառայությունը ապահովեր այս իրավական նորմի կյանքի կոչումը ու դրա խախտումը բացառել, սակայն մի պահ նախազգուշացնում են կամ ընդհանրապես չէին նախազգուշացնում, քաղաքացիները մի փոքր հեռանում էին, հետո մոտենում են ու բարբերաբար բնույթ էր լինում, ցավալին այն էր, որ ֆիքսում ենք, որ մարդիկ ունեին ցուցակներ, ընդհանրապես երկու տեղամասային կենտրոնների մերձակայքում 31/69 եւ 31/70 տեղամասային կենտրոնների միջակայքում տեղակայված հայտնաբերվեց շտաբ, հենց կրկին ձեր շնորհիվ մեր գործընկերները ԶԼՄ-ներից մուտք էին գործել եւ այնտեղ արձանագրել էին պաստառներ, քարոզչական ցուցակներ, որով աշխատում են, ընդգծեմ, որ այս շտաբը անմիջապես գտնվում էր հենց տեղամասային կենտրոնի դիմաց։ Սա կրկին այո, հնարավոր է ընտրական օրենսգիրքը այնպիսի մեկնաբանություններ ես հանդիպեցի, որ մեր այս արձանագրած խախտումը որակել եմ, որ ոչ թե խախտում, սա ցավալի է, որովհետև այլ էլի կրկին ձեր գործընկերներն են այս հարցադրումը ներկայացրել, այլ դիտորդական առաքելությունները ոնց հասկացանք մեր նկատմամբ էին վերահսկողություն իրականացնում, ցավալի էր այն տեսանկյունից, որ ընդհանրապես օրենսդրությունը համալիր է մեկնաբանվում։ Այո, ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը ունի պահանջ, որ տեղամասային կենտրոնի շենքում չի կարող շտաբ գտնվել, բայց միևնույն ժամանակ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն էլ ունի ընտրական գործընթացի նկատմամբ պահանջ, առայն, որ չի կարող 50 մետր շարավղով մարդկային կուտակում լինել ու արդեն քրեական օրենսգիրքն էլ ունի սահմանափակումներ ու հանցավոր արարքի որակում մարդկանց ընտրական իրավունքի նկատմամբ միջամտությունը, նրանց վերահսկողությունը, իսկ այս ողջ process-ը, շտաբի ուղիղ դիմաց գտնվելը, քաղաքացիական պայմանագրի կուսակցության տեխնացու ղեկավարի եղբոր ֆիզիկական ներկայություն տարածքում, որոնք ամբողջը մենք արձանագրել ենք որպես խախտում,
գալիս են պնդելու, որ հանցավոր արարքների են ականատես լինում, ու ամենացավալին է, որ խախտվում էր մարդու սահմանադրական իրավունքը, քաղաքական իրավունքը իր ընտրության ազատության ու իր ողջ տարերով, հավասարության, ուղղակիության, ընդհանրության եւ ամենակարևորը ազատ կամահարտահայտության գաղտնի քվեարկությամբ։ Այդ մասին վկայեցին նաեւ ցուցակները, մենք տասնյակ տեղամասային կենտրոններում հայտնաբերեցինք քաղաքացիական պայմանագիր ուժի վստահված անձանց մոտ ցուցակներ, որում տարբեր բնույթի նշումներ են կատարում, հայելի կարելի էր ասել, որ դրանք հնարավոր է տեխնիկական բնույթ ունեն զուտ մարդկանց քանակ ընտրողների հաշվելու, սակայն տարբեր բնույթի նշումներ են կատարում, նաև դրան զուգահեռ մարդկանց հետ կոնտակտ էին ներկանում, ընդհանրապես մի տեղամասային կենտրոնում վստահված անձը անվանական ցուցակ էր վարում եւ նշում էր, թե իր ցուցակի որ քաղաքացին եկավ, որը ոչ, սա կրկին քրեական օրենսգրքի շրջանակում տեղավորվող հանցավոր արարք է։ Ունեցել ենք տեղամասային կենտրոններ, որտեղ հենց հանձնաժողովի նախագահ ու անդամները մարդկանց հորդորել են կոնկրետ կրկին այս ուժին օգտին քվեարկություն կատարելու։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ քվեախցիկ են մուտք գործել մեկից ավելի անձինք, հիմնականում ընտանիքի անդամներ են եղել, այո, հասկանալի է, որ տարեց մարդիկ զույգերով էին փորձում քվեարկություն իրականացնել, բայց սա խախտում է եւ հանձնաժողովը պետք է կանխարգել էր նման իրավիճակը, որովհետեւ մեր ընտրական օրենսգիրքը թույլ է տալի միայն օգնել մարդուն քվեախցում քվեարկել, եթե ինքը ֆիզիկական հնարավորություն չունի դա անելու եւ կա դրա համար սահմանված կարգ։ Պետք է այդ աջակցությունը տրամադրի անաչառ մարդ, ով տեղամասային կենտրոնի հետ որևէ աղերս չունի ու ամեն մարդ ընդամենը մի հոգու կարող է օգնել։ Այս բնույթի խախտումներն էին բազմականակ, քվեաթերթիկների անհամաչափ սպառումներ, բազմականակ քվեաթերթիկների տրցակով տրամադրման դեպքեր արձանագրեցինք, դա եւս խախտում է, որովհետեւ ենթադրում է, որ տրցակները պետք է քաղաքացու աչքի առաջ հավաքվեն, քանի որ նախորդ 21 թվականի ընտրություններին մենք բազմականակ խախտումներ ենք հենց այս առիթով հայտնաբերել, լինում էին դեպքեր, երբ տրցակը կիսատ էր լինում մարդու ցանկալի ուժը չկար այդ տրցակում, կամ այդ ցանկալի ուժերը թարս ուղղությամբ են դրվում, ասեմ ավելին, ինքս մի դեպք նկատեցի, երբ 6-ը թարս էր հենց նախապես հավաքված տրցակում դրվել, եւ եթե օրինակ մարդը 9-րդ ուժի օգտին էր ուզում քվեարկել ու կողմնորոշվող չի, ինքը թերթելով առաջինը 5-ից հետո 9-ը հանդիպում, որը 6 այս դեպքում եղել եւ ըստ էության իր էլի ընտրության հնարավորությունը շեղվում է։ Այս բոլոր իրավիճակները կանխարգելելու համար պետք է տեղում վերահսկողություն իրականացնել, իհարկե պետք է նաև ընդգծենք, որ շատ դեպքերում չիմացության հետևանքեր, քաղաքացիների ոչ լավ իրազեկվածության process-ը չպատկերացնելու հետևանքեր, բազմաթիվ դեպքեր են ունեցել, որ համ դիտավորությամբ, համ անզգուշությամբ մարդիկ են մնացած տրցակը քվեաթերթիկները իրենց հետ դուրս են բերել։ Եղել է դեպք, երբ փորձել են հատուկ տանել իրենց հետ տանել, եղել է դեպք, ուղղակի չեն պատկերացրել ու պետք է դնեն, դուրս են բերել։ Ունեցել ենք դեպքը, երբ անգործունակ երեխային մորն են թույլ տվել քվեարկություն իրականացնել, ունեցել ենք դեպքը, երբ քաղաքացիները երկուստ եք, համ կացության վերաբերյալ, համ անձը հաստատող փաստաթուղթը ժամանակավոր է եղել ու բավական խնդրահարույց է եղել գրանցումները, լրացուցիչ ցուցակներով են քվեարկություն կատարվել։ Մի խոսքով համալիր արձանագրված խախտումները շուտով զեկույցով կներկայացնենք, ինչպես հանրային կերպով կհրապարակենք, այնպես էլ կներկայացնենք ընտրատարածքային հանձնաժողով։ Բոլորը, այսպես ասած, շմուշները բաց սպասում են, թե ինչ է անելու ընդդիմությունը, արդյոք կմիավորվում են եւ այդպիսով կհաղթեն քաղաքացիական պայմանագրին եւ ընդդիմությունը կդառնա ավականիում մեծամասնություն ու քաղաքապետ կընտրվի ընդդիմության ներկայացուցիչը։ Ինչ եք կարծում, ինչ գործողությունների կգնա ընդդիմությունը։
Տեսեք, ինչի է շատ կարևոր, որ ընդդիմությունը ականջալուր լինի քաղաքացու կոչին, որովհետև մենք ունենք նվազագույն շեմը հաղթահարած 5 ուժ, որոնցից 4-ը ընդդիմադիր են, ու ունենք եւս մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք ցավոք սրտի չհաղթահարեցին այդ նվազագույն շեմը։ Այսինքն, ընդհանրական առումով, երբ պատկերը տեսնում ենք, քաղաքացիները ըստ էության իրենց ցայնը տվել են ընդդիմադիր ուժերին։ Ու այս պարագայում ընդդիմության պատասխանատվությունը երկակի բարձրանում է, քաղաքացու ցայնին պետք է ականջալուր լինեն եւ ես խնդրանք կոչ հորդոր ունեմ, որպեսզի իրենք հենց քաղաքացու քվեին համահունչել կազմակերպեն հետագայի ավականու ձևավորման գործընթացը։ Իսկ ինչ է կարծում, հնարավոր է վերահաշվարկի որոշում տեղի ունենա չանցած տեխնոլոգիաների կողմից։ Տեսեք, մենք պետք է հիմա սպասենք սա պատական չենք նշում, հա, նախնական արդյունքներ։ Հիմա այս արդյունքների հիման վրա տեղամասային կենտրոններից ստացված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է որոշումներ կայացնի։ Որոշումները մի քանիսն են։ Կարող է վերջնական արդյունքները ճանաչելու մասին որոշում կայացնի, կարող է արդյունքները անվավեր ճանաչելու մասին որոշում կայացնի, կարող է որոշ տեղամասային կենտրոնների արդյունքները անվավեր ճանաչի ու վերաքվեարկություն նշանակի ու կարող է վերահաշվարկ նշանակի որոշ տեղամասային կենտրոններում։ Հիմա մենք պետք է սպասենք, որ որոշումը կայացվի, ըստ դրա էլ արդեն հասկանանք հետագա գործընթացները, բայց եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի, մենք անպայման ներկա կգտնվենք ու այդ process-ի նկատմամբ փոխենք վերահսկողություն իրականացնել։